Հովհաննես Թումանյան, Կացին աղբերը։ Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ, տեսավ այդ գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրում։ Աղբեր, ասավ, ինչու եք ձեռով փայտը անում, միթե կացին չունեք։ Կացին ինչ բան է հարցրին գյուղացիք։ Մարդը իր կացինը գոտքից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց, մյուս կողմը գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեզ ձայն տվին իրար։ Տո եկեք, տեսեք, կացին աղբերը ինչ արավ։ Գյուղացիք հավաքվեցին, կացնին տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացնին ձեռքին առան։ Կացինն առան, որ հերթով կոտրեն իրենց փայտը։ Առաջին օրը տանուտերը տարավ, կացին վրա բերավ, թե չէ ոտը կտրեց, գոռալով ընկավ գյուղամեջ, տո եկեք, կացին աղբերը կատաղել է, ոտս կտրեց, գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերը առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան, բան չդարավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին, փորձը բարձրացավ, 4 կողմը բռնեց, երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան կացինը կարմրել է։ Վայ տղեկ, կացին աղբերը բարկացել է, տեսեք ոնց է կարմրել, որտեղ որ մեր գլխին մի փորձան կբերի, ինչ անենք։ Մտածեցին ու վճռեցին, տանեն բան գցեն։ Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագում լիքը դարման էր, գցեցին, թե չէ կրակն առավ, բոցերը ետնինքը բարձրացավ։ Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից։ Եկ Աստծո սիրուն, կացին աղբորը բան հասկացրու։